Արհեստական բանականությունը արմատապես փոխում է ընտրարշավների բնույթն ու ընթացքը։ Այս հզոր գործիքը վաղուց արդեն միայն տվյալների վերլուծության համար չէ, այլ հիմա արդեն տարբեր բովանդակությունների ստեղծման։ Ահա մի օրինակ, թե ինչպես նախընտրական քարոզչության շրջանում արհեստական բանականությունը դառնում է ազդեցիկ գործիք։ Ամենատպավորիչը եղավ ազդեցությամբ մի տեսանյութ է TikTok-ում, որտեղ ներկայացվել էր գեյ պարադ հանրապետության հրապարակում, շատ լավ էր սարքած, շատ տենց ռեալիստական, եւ տպավորիչը այն էր, թե ինչքան մարդ մեկնաբանություններում լուրջ էր ընդունել։ Ոմանց կողմից լուրջ ընդունված անլուրջ տեսանյութը ըստ հեղինակների այն մասին էր, թե ինչ կարող է իբր սպասվել Հայաստանին Եվրամիության անդամ դառնալու պարագայում։ Իդեպ հայտնի մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ զրուցել ենք հեռավար, քանի որ վերջինս արտերկրում է գործուղման մեջ։ Հեռավար զրույցը որպես կանոն տեխնիկական որոշ առանձնահատկություններ ունի։ Սա ուղղակի գիտություն, որպեսզի ոմանք չկարծեն, թե այս հարցազրույցն է արհեստական բանականություն։ Տեսանյութի մասին մեկնաբանությունը մի կողմ, փորձագետը նշում է, որ կեղծիքներ արհեստական բանականության օգնությամբ ընտրարշավում շատ կան, բայց աննկարագրելի շատ են փոխադարձ վիրավորանքները, ցեղշպրտոցը, ինչի համար արհեստական բանականությունը արդեն յուրահատուկ գործիք է։ Նախընտրական շրջանում արհեստական բանականության կիրառման փորձով Հայաստանը առաջին տեղերում չէ։ Աշխարհի տարբեր անկյուններում շատ ավելի հայտնի դեպքեր են գրանցվել։ Ահա դրանցից մի քանիսը։ 2024 թվականին Նյու Հեպշիրում նախագահական ընտրությունների պրայմերիզի նախօրեին հազարավոր ընտրողներ ստացել են ավտոմատ հեռախոսազանգեր Միացյալ Նահանգների նախագահ Բայդենի ձայնից չտարբերվող ձայնով, որով կոչ է արվել մնալ տանը եւ պահպանել քվեն։ 2024 թվականին ԱՄՆ նախագահական քարոզարշավի թեժ շրջանում հայտնվեցին արհեստական բանականության կողմից ստեղծված տեսանյութեր, որտեղ հայտնի երգչուհին Թեյլոր Սվիֆթը կոչ էր անում ընտրողներին քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին։ Այս միջադեպը ստիպեց երգչուհուն հրապարակային հերքումներով հանդես գալ։ 2024 թվականին Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը անազատության մեջ օգտագործել է գեներատիվ արհեստական բանականություն, աուդիո եւ տեսահաղորդագրություններ ստեղծելու համար։ Նեյրոցանցը կլոնավորել է նրա ձայնը եւ խոսքի ձևերը, թույլ տալով նրան լիարժեք քարոզարշավ անցկացնել, չնայած իր մեկուսացմանը։ 2024-ից 2025 թվականներին Հնդկաստանում քաղաքական գործիչները օգտագործել են նեյրոնային ցանցեր, էկրաններին մահացած նախկին առաջնորդներին վերակենդանացնելու, նրանց ելույթների իրական ժամանակում ներկայացնելու համար, ընդ որում տասնյակ տեղական բարբառներով։ Նաև ընտրողների տարբեր խմբերի համար գեներացվել են անհատական հաղորդագրություններ։ Ինչպես նկատեցիք, այս ամենը տեղի է ունեցել անցած 1-2 տարիների ընթացքում։ 5 տարի առաջ արհեստական բանականության մասին պատկերացումները սաղմնային էին։ Հայաստանում էլ 5 տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների քարոզարշավում արհեստական բանականություն ընդհանուր առմամբ չկար։ Հիմա փորձենք պատկերացնել, թե ինչ կլինի 5 տարի հետո։ 5 տարի հետո այս գործիքակազմը լինելու է իդեալական, հաստատ մյուս ընտրություններին բոլոր քաղաքական ուժերը լրջագույն պատրաստվելու են ու բոլորի վերանում ոնց որ համը մնացել է արդեն, որ այլիա կեղծ էջերով, կեղծ պրոֆիլներով, կեղծ լրատվական կայքերով, հորինած փորձագետներով բավականին լուրջ ազդեցություն ունենալ ու ֆեյքերի դուրդմփոցա լինելու մի այլ ձևի։ Իսկ հնարավոր է արդյոք պաշտոնյա ունենանք, ով կլինի հենց արհեստական բանականություն։ Գոնե օրենսդրորեն դա բացառվում է, նշում է մեդիա փորձագետը։ Բայց առնվազն որոշումները կայացնելու հարցում ԱԲ-ն ինչ որ դեպքերում կլինի առաջնային, իհարկե կխոսի, կներկայացնի դա պաշտոնյան, բայց հաստատ տակը գործը անելու է ԱԲ-ն մեծ մասը։ Հարցս հենց այնպես չէր։ Շատերը գուցե չգիտեն, որ 2025 թվականի հոկտեմբերին աշխարհում առաջին անգամ նշանակվել է նախարար, որը ֆիզիկական անձ չէ, այլ արհեստական բանականություն։ Դա Ալբանիայում է։ Նախարարի անունը Դիելլա է, որը ալբաներենից թարգմանաբար նշանակում է արև։ Դիելլան ավանդական ալբանական հագուստով եւ երիտասարդ կնոջ կերպարով է։ Նա պատասխանատու է Ալբանիայի պետական գնումների համար։ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման անձամբ է ներկայացրել նրան որպես կառավարության նոր անդամ։ Այնպես որ Հայաստանում էլ գուցե գա ժամանակ, երբ падգամավորների կամ նախարարների մի մասը կլինի Դիելլայի օրինակով, կես լուրջ, կես կատակ, հարցնում եմ այս մասին Սամվել Մարտիրոսյանին։ Ես տենց կողմ չեմ
տեխնոլոգիաները, որ մարդկանց փոխարինեն, բայց հաշվի առնելով, որ ազգային ժողովը միշտ լինում է մի 40-50% անիմաստ падգամավորներ, որ ավելի լավ է ֆիկուս դրածելները տեղ գոնե թթվածին կարտադրել, իրանք ոչ մի բան չեն անում։ Երևի եթե իրանց տեղը ԱԲ աշխատի, շատ ավելի էֆեկտիվ կլինի ԱԺ-ն։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։